Բոլորին է հայտնի, թե ով խափանեց Լեռնային Ղարաբաղի բանակցությունները Կազանում, դա Իլհամ Ալիևն էր, ով ձեռք բերված պայմանավորվածությունները մի կողմ դնելով հանդես եկավ նոր նախապայմաններով։ Այսպիսի հայտարարություն արեց նախորդ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարության կողմից հրապարակված անցանկալի անձանց ցուցակում հայտնված Վաշինգտոնաբնակ փորձագետ Wayne Merrin։ Ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ, ներկայումս անվտանգության հարցերով փորձագետ Merrin Արցախյան հիմնահարցով է զբաղվել խորհրդային տարիներից ի վեր, երբ աշխատում էր Մոսկվայի ամերիկյան դեսպանությունում։ Իր խոսքերով Ադրբեջանի կողմից իրեն եւ ցուցակում հայտնված 300 այլ անձանց անցանկալի անձինք հայտարարելը տխմարություն է։ Մեզ անցանկալի անձ հայտարարելը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղ այցելությամբ։ Կարծում եմ ավելի խելացի կլիներ, որպեսզի այդ երկրի ղեկավարները մեզ հրավիրեին Ադրբեջան եւ ներկայացնեին իրենց դիրքորոշումը։ Փոխարենը, ասում է Wayne Merrin, նրանք արգելում են այդ երկիրն այցելել աշխարհահռչակ դեմքերի, ինչպիսին է օրինակ իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյան եւ կամ ամերիկացի աստղագնացը, ով չնայած քայլել է լուսնի վրա, սակայն ասենք օրինակ Ադրբեջան գնալ չի կարող։ Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին $1 միլիարդ զենք վաճառելու փաստի վերաբերյալ, վերլուծաբանն ասաց, թե այստեղ լուրջ խնդիր տեսնել պետք չէ, քանի որ Ռուսաստանն ըստ էության Ադրբեջանին շուկայական գնով վաճառել է զրահամեքենաներ, որոնք ինքն իր բանակի համար բավարար արդիական չի համարում։ Հիշենք նաև, որ Հայաստանը ևս զինվում է ռուսական զենքով, դրանք ձեռք բերելով շուկայականից ցածր գներով, ինչը նշանակում է, որ կողմերը զինվում են մեծ հաշվով համաչափորեն։ Ի դեպ, Արցախյան հակամարտությունում խաղաղության հեռանկարը փորձագետը տեսնում է տարածաշրջանի այլ ուժային կենտրոնների ներգրավմամբ։ Խոսքը գնում է բանակցություններում Թուրքիայի ակտիվ ներգրավման մասին, ինչն ըստ Wayne Merrin կարող է էական առաջընթացի հնարավորություն ստեղծել։ Վստահ չեմ, թե Մոսկվայի եւ Անկարայի միջև խնդրում ակտիվ ներգրավելու պարագայում այն անմիջապես լուծում կստանա։ Սակայն երկար մտածելուց հետո անձամբ ես եկել եմ այն եզրակացությանը, որ սա կարող է դրականորեն ազդել հարցում լուծում գտնելու տեսանկյունից։ Merrin չի բացառում նաև Իրանի հնարավոր կառուցողական մասնակցությունը, սակայն այդ երկրի ներկայիս քաղաքական ղեկավարության պայմաններում դա հավանական չի համարում։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։